Երեկվա խաչբառը, ամբողջությամբ լուծված 10 հարց, մեկը մյուսի հետևից։ Հարց 1. Հորիզոնական։ Որ բժշկական մասնագետն է բուժում ատամներն ու լնդերը։ Պատասխանը. ատամնաբույժ։ Հարց 2. Ուղղահայաց։ Ինչպես է կոչվում բնական երևույթը, երբ ջուրը բարձր եզրից կամ ժայռից ներքև է թափվում։ Պատասխանը. ջրվեժ։ Հարց 3. Հորիզոնական։ Որ պղնձյա փողային գործիքն են նվագում շրթունքներով օդ փչելով և փականները սեղմելով։ Պատասխանը. շեփոր։ Հարց 4. Ուղղահայաց։ Որ ավստրալական կենդանին է իր ծագին պահում պարկում և շարժվում ցատկելով։ Պատասխանը. կենգուրու։ Հարց 5. Հորիզոնական։ Որ խոշոր պտուղն ունի կանաչ կեղև և քաղցր կարմիր միջուկ։ Պատասխանը. ձմերուկ։ Հարց 6. Հորիզոնական։ Ինչպես է կոչվում բռնակով տարան, որով ճանապարհորդելիս հագուստ և իրեր են տեղափոխում։ Պատասխանը. ճամպրուկ։ Հարց 7. Ուղղահայաց։ Որ պաշտոնական փաստաթուղթն է հաստատում ինքնությունը և սովորաբար անհրաժեշտ է արտասահման մեկնելու համար։ Պատասխանը. անձնագիր։ Հարց 8. Հորիզոնական։ Ինչպես է կոչվում տարվա օրերը, շաբաթներն ու ամիսները կազմակերպող համակարգը կամ աղյուսակը։ Պատասխանը. օրացույց։ Հարց 9. Հորիզոնական։ Ինչ փափուկ առարկա է պահում գլուխը քնած ժամանակ։ Պատասխանը. բարձ։ Հարց 10. Ուղղահայաց։ Ինչպես է կոչվում այն վայրը, որտեղ հաց և տարբեր թխվածքներ են պատրաստում կամ վաճառում։ Պատասխանը. հացատուն։ Սա երեկվա խաչբառի ամբողջական լուծումն էր։ Լրացրեք այսօրվա խաչբառը կամ հիմները, մուտքագրեք կամ լրացրեք ձայնով։ Հղումը մեկնաբանություններում է։